դպրոցում թանգարանային անկյուն էր բացվել Աշոտ Նավազարդյանի, այստեղ տուն թանգարանում նաև այդ արխիվն է ներկայացված եւ ընդհանուր առմամբ որտեղից են ձեռք բերվել այս մասունքները։ Անկեղծ այս ընթացքում մորս անունը շատ հնչեց, իրականում իր սերը իր ամուսնու նկատմամբ եւ իր հավատարմությունը ոչ միայն իրեն որպես ամուսին, այլ նաեւ իր արժեքներին ու գաղափարներին իսկապես շատ իրական էին եւ չգիտեմ ինչու, երբ որևէ մեկս չենք մտածում, չէ, որ մի օր այդ կյանքը սպառվելու է, բայց ինքը առաջին օրվանից պահպանել է ամբողջ այդ արխիվը։ Ինչ եղել է, մենք ունենք նաև այստեղ ներկայացված չենք բոլոր իր հարցազրույցները, պահպանված են իր մասին հետո, իրենից հետո բոլոր հարցաները, գրությունները, թերթերում, մամուլում, գրառումները, ամեն ինչ հնարավոր է արխիվացնել, մայրս արխիվացրել է։ Այս ընթացքում, որ մենք փնտրում էինք նյութեր, որ պիտի այստեղ տանը տեղակայվեն, այնպիսի փաստեր ենք բացահայտել, որ նույնիսկ երևի ինքը չի հիշում, թե ոնց է դրանք պահպանել եւ ինչպես է դրանց կարեւորությունը զգացել։ Իր շնորհիվ է, որ սրանք պահպանվել են։ Իսկ դպրոցի հետ կապված, այո, դպրոցում նույնպես ունենք գրադարան, գիտեք, անկյուն թանգարանի իր մասով, իր մասին։ Այո, այնտեղ մնում է, որովհետև դպրոցը գրում է Աշոտ Նավասարդյանի անունը եւ քանի որ նաեւ հեռավորությունը մեծ է, այնտեղ ավելի հեշտ է, որ երեխաները կարողանան նաեւ միայն Աշոտ Նավասարդյան չի, այս ամեն ինչի մեջ նաեւ անկախության գաղափարն է եւ այդ ամբողջ գաղափարի արժեքների ներկայացումն է այդ թանգարանում, որովհետև ամեն փաստի հետ խոսելուց այդ ամբողջը դու երեխաների մեջ կաթիլ փորձում ես ներարկել եւ ներմուծել։ Հենց այդ նպատակով փաստորեն նաև մոդեռնացվել է, հա, գաղափարը QR կոդերի մասին դուք նշեցիք, այո, որպեսզի փաստերը շատ չլինեն, այնքան խիտ չլինի, ծանրաբեռնված չլինի, փորձեցինք նաև այդ փոքրիկ նորարարությունը այստեղ կիրառել, յուրաքանչյուր փոքրիկ մտքի տակ արդեն կբացվի այդ մտքին բնորոշ իր խոսքերը, իր ելույթներից հատվածներ, իր հարցազրույցներից հատվածներ, սա այսպես փորձենք իրականացնել եւ ներկայացնել հանրությանը, ովքեր կցանկանան տեսնել։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։